ինչ ճակատագրի արժանացան մեր գեղեցկուինը։ Մեր գեղեցկուները շարունակում են արժանանալ իրենց ճակատագրին, ես կարող եմ ասել, որ երկրորդ տարին է, որ անց է կացվում, բայց արդեն մենք սկսել ենք ձեռք բերել բավական լուրջ միջազգային փորձ, կարող եմ ասել, ես մի ամսվա ընթացքում մեր առաջի գեղեցկուին մասնակցեց Միս Եվրոպայի մրցույթներին, երկրորդ տեղը վիցեմիսը մի քանի օր առաջ վերադարձել, չէ, Կիևում էր այս տարի, անցյալ տարի Ալբանիայում էր, այս տարի Կիևում էր, իսկ վիցեմիսը մի քանի օր առաջ վերադարձավ Հարավային Կորեայից, իսկ վաղը գիշերը մեկնում է Հնդկաստան, հատուկ հրավեր է ստացել հենց Կորեայում, մասնակցելու էլի բավական մեծ միջոցառում։ Իսկ ինչ արդյունքներով վերադարձավ։ Որևէ մրցանակի ուրեմն այդ Հարավային Կորեայում մրցանակներ այդպես չեն եղել, որովհետև մրցույթը բնույթն է այդպես եղել, այն բանը, որ այդ 51 երկրներից 10 աղջիկ հրավիրվել են Հնդկաստան հատուկ հրավերով իրենց հաշվին փաստորեն հրավիրվել են Հնդկաստան մասնակցելու նման մրցույթի, արդեն ինչ-որ տեղ նշանակում է, որ հայերին սկսել են հայ աղջիկներին, հայ գեղեցկությունը արդեն սկսել է նկատվել։ Շնորհիվ ձեզ, շնորհակալություն դրա համար, արա։ Եթե շնորհիվ մենք պարզապես են գորշ ֆոնն ենք, որի վրա այդ գեղեցկությունը կարողանում է երևալ, ես նկատի ունեմ տղամարդկանց։ Արա, մի այսպիսի հարց, բնական է մրցույթ, միջև մրցույթը բավականին շատ քանակությամբ աղջիկներ են անցնում, աչքի առջև, ես հասկացա, շատ արագ թատրոնների մասին խոսեցինք, թատրոնների մասին ասենք, նորմալ ես եմ շատ սիրում գեղեցիկ կանանց մասին խոսել, եղել է այնպիսի դեպք, որ հրապուրվես կամ սիրահարվես կամ ասես վայ ես գեղեցկուհին իմ կողքին լիներ, եղել է, դա եղել է մոտ 10 տարի առաջ, ես սիրահարվել եմ, հրապուրվել եմ, ամուսնացել եմ և շարունակում եմ սիրահարված, հրապուրված մնալ։ Շնորհակալություն, շատ դիվանագիտական պատասխան էր, բայց ես նկատի ունեի այս գեղեցկուհիներին։ Նման դեպք չի եղել ունեցել։ Ես ընդհանրապես բոլորին սիրահարվում եմ, բայց սիրահարվում եմ, բայց չեմ հրապուրվում, այսպես ասենք։ Երես հեռուստատեսությամբ չլիներ ես հաղորդումը։ Ռադիոյում։ Լավ, մի փոքր, արա, եթե դեմ չես քո ընտանիքի մասին, որտեղ ասեմ հեռուստադիտողի նման բաներ շատ են հետաքրքրում եւ անկեղծ քեզ ասեմ զանգեր են լինում իսկապես ասում են անգամ պարտադրում են որ այս մարդուն հրավիրենք եւ հարցաքննենք թե ինչպես են սնվում, ինչ են հագնում, ինչքան են ստանում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ուստի քանի որ հեռուստադիտողի մանրամբեր այդ հարցս լսելը, եթե դեմ չես մի փոքր ընտանիքիդ մասին, ձեր նախասիրությունների մասին, հատկապես քո ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամերիդ ու գիշերը չէ։ Բնական է, գիտեմ որ ազատ ժամանակ չունես, բայց ենթադրենք իբր կա այդ ազատ ժամանակը։ Ընտանիքը շատ փոքր է մեր, ես կինս եւ իմ աղջիկս Լուսինեն 10 տարեկան, որը 4-րդ դասարանում է հիմա, սա մեր հիմնական կորիզն է։ Մի քիչ ավելի ընդարձակ ընտանիքը դա մեր թատրոնն է, իմ բոլոր ընկերներն են, որոնց հետ մենք որպես ընտանիք է մեր համար, բոլորս միասին ենք ապրում համարը, սա է, եթե ասեմ նախընտրություն, ես կյանքում Աստված ինձ մի շնորհք էր տվել, քիչ թե շատ, ես չեմ ասում լուրջ շնորհք, բայց համենայնդեպս ինչ-որ մի բան, երևի թե դա էր պարգևել, ես մի քիչ նկարել գիտեի, եւ դպրոցում ինձ թվում էր եւ բոլորին թվում էր, որ ես պետք է այդ ուղղությամբ գնամ, հետո պարզվեց, որ այդպես ստացեց, որ գնացի կիբեռնետիկայի ֆակուլտետ, ու մինչև հիմա չեմ հասկանում, հետո դառա թատրոնի ռեժիսոր եւ այսպես շարունակվում է։ Ամսով ինչ ես դու, արա։ Ձուկ, տարով, կատու։ Արա, ուրեմն փոքր աղջիկս ինձ մի հարց տվեց, չգիտեմ ինչ գիրքեր կարդացել, ինչի ազդեցության տակ էր, ասեց, եթե հնարավորություն ունենայր 3 ցանկություն կատարելու, ինչը կանեիր եւ այլն, մենք երկար դրա մասին խոսեցինք, հետո այդ հարցը ուղղակի տպավորվեց իմ մեջ, եթե քեզ հնարավորություն տրվեր 3 ցանկախարդական փայտիկ ասենք, թե հա, այսպես ասենք ունենայր, ինչ ցանկություններ կուզենայր որ կատարվեին 3 ցանկություն։ Դա կարող է լինել եւ անձնական, եւ մեծ մասշտաբով։
բայց աշխատիր անկեղծ լինել։ Անկեղծ ես կուզեի տղա ունենայի, սա ինձ համար շատ կարևոր է։ Ես կուզեի, որ իմ կողքին դա անհնարին է դարձյալ լինեին իմ հայրը եւ մայրը, որ հնարավոր չէ։ Եվ ես կուզեի, որ ընդհանուր մի ցանկություն բոլորի համար, երևի թե որ ամեն ինչ այս աշխարհում դա էլի անհնարին մի ցանկություն է, վերջի երկուսը անհնարին են երևի թե, որ ամեն ինչ այս աշխարհում իրոք իր գնահատականը ճիշտ նժարները լինեին, էլի այդ ասում եմ, որ ինչ որ հետո ինչ որ մի բան, բայց մի հրաշք տեղի ունենար, որ այդ հիմա այդ քշերքները լինեին, էլի հիմա այդ ամեն մեկը ստանար ըստ իրա ըստ արժանավորին ասում։ Այո։ Ինչ հարց կուզենար ու քեզ տարա։ Ինչ հարց։ Ամենադժվար հարցն է, որ այդ որովհետև Ինչի մասին կամ կուզենար խոսել։ Ես օրինակ կուզենայի, որ դու հարցնեիր, որ արի դու չես կարծում, որ առ հեռուստաընկերությունը, որին դու շատ սիրում ես, որին դու շատ հպարտանում ես նախ որովհետև քո ընկերներն են այնտեղ աշխատում եւ որովհետև մի հեռուստաընկերություն, որը շատ կարճ ժամանակում կարողացավ ստանալ ժողովրդական համբավ եւ բոլորը ես չգիտեմ նայում են օրինակ այդ հեռուստաընկերությունը եւ միակն է ինչքան ես հասկանում եմ որ թատրոնների նկատմամբ բավական լուրջ վերաբերմունք ունի օրինակ այդ հեռուստաընկերությունը կամերային թատրոնի գովազդը վերցներ իր վրա եւ օգներ որոշ հարցերում ես օրինակ այդ հարցը օրինակ եթե տար իսկ ասեի այ հետաքրքիր միտք է մեծ հաճույքով չէի մտածել դրա մասին ոչ միայն կամերային թատրոնի, ես դա խոստանում եմ։ Ես գիտեմ եւ այդ բոլոր թատրոնների գովազդները դա իմիջիալոց հենց առաջի քայլն էր, երբ որ սկսում էինք ռեկլամային գործակալությունը ստեղծվել, ասեմ որ հեռուստադիտողներ դա իմանա, Մերուժան Տեր-Գուլանյանի առաջարկով, ասեց դա մեր բարոյականությունն է, դա մեր բարոյականության չափանիշն է, որ մշակույթի գործիչներից, մշակույթից, թատրոնից ոչ մի կոպեկ գումար մենք չենք ստացել։ Ավանդույթը եղի պետք է, օրինակ մենք հիմա նոր բացվում ենք եւ շատ հաճելի է որ մենք հասկացանք որ եւ ռադիո նոստալժիան այդ նման բան քայլի գնաց եւ մեր հեռուստատեսությունը առաջի երկրորդ նոր եւ իրենք ընդառաջել են հույս ունենք որ սա շատ հաճելի է բայց պաշտոնական հայտարարությունը ձերն է եղել, ես ինչքան պաշտոնապես ենք հայտարարում եւ նորից կրկնում եւ միջավայրել եմ ես կարծացել թերթերում եղել է պաշտոնական հայտարարություն այնպես որ հաճախեք ես նորից հիմա օգտվեմ արդից հաճախեք շուտով բացվում է կամերային թատրոնի թատերաշրջանը համոզված եմ որ կարոտած կլինեք կասերում նաեւ որ չի եղել կամերային թատրոնում խնդրեմ հաճախեք հիմա նվեր կա թե չկա դե բնական է որ մի բան պետք է նվիրվի, ես ճիշտ ասած մտածեցի, որ նման դեպքում, եթե շատ թանկ ուրեմն ընկերոջ մոտ ես գտնվում եւ ստացել ես շնորհակալ նվեր, ուրեմն ես ուզում եմ նվիրել ամենաթանկ բանը, որ իմ մոտ կա, ամենաթանկ բանից մեկը դա իմ թատրոնը, կամերային թատրոնն եմ ուզում քեզ նվիրել, այսինքն ես ուզում եմ նվիրել մի հրավիրատոմս թատրոնի բացմանը ներկայացումներին եւ ես հույս ունեմ, որ դու կլինես այնտեղ եւ քո ընկերները կլինեն եւ այսինքն այն կապը, որը ընդհատվել էր, քո խոսքերն եմ ասում, ուրեմն կվերականգնվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւ մի փոքրիկ, եթե դա արդեն ինքներդ կնայեք ձեր ուրեմն տրամադրությանը, երբ իմացա որ պետք է գանք, ուրեմն մեր տղաները պատրաստեցին մի փոքր վիդեո ժապավեն, մոտ 3.5 րոպեանոց, կիսակատակ, կիսագովազդային կամերային թատրոնի հետ կապված մի փոքր այդպես մեջ բերում, եթե դա հետաքրքրի, դուք կարող եք օգտագործել։ Շնորհակալ եմ, հենց հիմա այդ տեսահոլովակը հեռուստադիտողը կնայի, ես դա խոստանում եմ։ Առանց ցենզուրայի, առանց մեզ մոտ փառքասո նման բան չկա, ցենզոր չունենք, ցենզուրագործություն չունի։ Ես ցույց եմ տալիս նվերը, խնդրեմ, կամերային թատրոնի հրավիրատոմս, սա ձեզ չեմ տա,
դուք կարող եք գնել տոմսեր եւ հաճախել կամերային թատրոն, թատերաշրջանը բացվում է։ Հիշեցնում եմ ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ ծրագրի հյուրն էր Արա Երենջակյանը։ Շնորհակալ եմ Արա։ Շնորհակալ եմ։